Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության համաձայնագրի կետերի շուրջ բանակցությունները, փաստաթուղթը արդեն սեղանի վրա է, հայկական կողմը հայտնել է բազմիցս Նիկոլ Փաշինյանի բերանով իր պատրաստակամությունը այն ստորագրելու, ընդ որում օրը 3 անգամ, Ադրբեջանի կողմից մենք լսում ենք նոր պահանջներ, ևս 2 պահանջ, դա ուրեմն ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման պահանջն է եւ սահմանադրության փոփոխությունը, ինչը ևս մինչեւ դեռ բանակցությունների ավարտը սրա մասին խոսվում էր։ Իհարկե Փաշինյանը առաջին պահանջի վերաբերյալ արդեն հայտարարել է, որ պատրաստ են լուծարել ԵԱԿ Մինսկի խումբը, դուրս գալ ԵԱԿ Մինսկի խմբից։ Անդրանիկ, մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք ուրեմն ցիկլիկ գործողությունների կամ մի շրջափուլի ավարտ եւ մյուս շրջափուլի վերսկսում։ Այսինքն շարունակաբար Ադրբեջանը նոր պահանջներ է ի հայտ բերելու եւ արդյոք դիվանագիտության մեջ բանակցային գործում սա նոնսենս չէ։ Եթե մենք խոսում ենք շրջափուլի մասին, այնպեսի տպավորություն է, որ մենք նույն ցիկլի մեջ ենք հայտնվել։ Նույն ցիկլ, այդ նույն շրջափուլը ասելով, ես նկատի ունեմ, որ անընդհատ այս վերջին տարիներին հայկական կողմը գնում է զիջումների, ադրբեջանական կողմը ինչ որ առավելություններ է ստանում, հիմա դա լինի պատերազմի միջոցով, թե դիվանագիտության միջոցով, բայց փաստը մնում է փաստ, իրենք անընդհատ նոր ինչ որ առավելություններ են հասնում տարբեր հարցերում, ոչ միայն Արցախյան հիմնահարցում, այլ տարբեր այլ հարցերում, նաև ընդհանուր խոսում են արդեն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության մասին, խոսում են այն ճանապարհների մասին, որ պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության տարածքով, երբ պետք է ունենան հատուկ կարգավիճակ Ադրբեջանի համար, եւ սա մենք կարող ենք շատ երկար շարունակել։ Սկզբում ես կարծում եմ ճիշտ կլինի մեր կողմից նշել, որ երբ խոսում ենք խաղաղության փաստաթղթի մասին եւ ինչ է իրենից ընդհանրապես խաղաղությունը ներկայացնում, եթե երկու կողմերը ժամանակին երկար տարիներ շարունակ պատերազմի մեջ են գտնվել։ Խաղաղությունը այն է, որ երկու կողմերն էլ պատրաստ են գնալ փոխզիջումների։ Մեր պարագայում ցավոք սրտի այդպիսի բան չկա։ Մեր պարագայում մենք տեսնում ենք, որ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների։ Հիմա մեր հասարակության մոտ կարող է հարց առաջանալ, ինչու եք այդպիսի եզրակացություն անում, որ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների։ Ես կարող եմ բերել հետևյալ փաստարկը, որ վերջին 6 ամիսների ընթացքում, առնվազն 6 ամիսների ընթացքում ակտիվ բանակցությունները, որոնք գնում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին երկու կետերի վերաբերյալ, այդ 17 կետերից բաղկացած խաղաղության, այդպես կոչված խաղաղության փաստաթղթի մասին, ապա այնտեղ ակնհայտ էր, որ կա շահերի բախում այդ կետերում եւ ադրբեջանական կողմը պատրաստ չի գնալ փոխզիջումների։ Մենք տեսանք, որ վերջին շրջանակներում Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց եւ սա կարող ենք որպես փաստ ներկայացնել, որ Եղիշե Կիրակոսյանը միջև վերջին օրը դեմ էր, որ հայկական կողմը հրաժարվի այն հայտերից, որոնք ներկայացված էին միջազգային դատարան։ Հիմա քանի որ այդ երկու կետերից մեկը վերաբերվում էր հենց այդ հայտերին, սա նշանակում է, որ հայկական կողմը իր համաձայնությունը տվել է հետ վերցնել բոլոր հայտերը, որոնք ներկայացված էին Ադրբեջանի դեմ միջազգային դատարանին։ Եվ այսպիսով որևէ խոսք չի կարող գնալ փոխզիջումների մասին եւ չի կարող գնալ այն խաղաղության փաստաթղթի մասին։ Սա հերթական միակողմանի զիջումներն էին Հայաստանի Հանրապետության կողմից։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու պահանջը արդյոք պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Թշնամին լավ հասկանալով, որ մենք այդպես հեշտորեն չենք կարող դա փոխել, դա պետք է ստեղծվի, մշակվի, հանրաքվեի դրվի ի վերջո, այդպիսի անիրագործելի պահանջ դնելով Թշնամին փաստորեն պատրաստվում է պատերազմի։ Տեսեք, այս վերջին տարիները ես կբաժանեի երկու փուլի։ Առաջին փուլը այն էր, որ Ադրբեջանի համար գեր մեկ նպատակը ոչ միայն վերջին շրջանակներում, այլ կարելի է ասել, որ անկախությունը ստանալուց հետո, այդ Արցախյան պատերազմից հետո իրենց համար գերմեկ նպատակը այն էր, որ Արցախը օկուպացրեն։ Եվ 2023 թվականի սեպտեմբերին
ցավոք սրտի իրենք հասան իրենց նպատակին, օկուպացրեցին ամբողջությամբ Արցախը, էթնիկ զտումներ իրականացրեցին եւ այսօր Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ է մնացել, այն էլ շատ բարդ է խոսել իրենց կարգավիճակի մասին, հատկապես վերջինս շրջանակներում, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի ցուցմունքներ են իրենք տալի մեր հայրենիների վերաբերյալ դատարաններում, սա ակնհայտ է, որ մեծ ճնշում է իրականացնում Ադրբեջանը մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր շարունակում են բնակվել օկուպացված Արցախում։ Այսինքն Արցախը ամբողջությամբ օկուպացելուց հետո, առաջին իրենց նպատակին հասնելուց հետո, Ադրբեջանը տեսնում է, որ հնարավորություն է ստեղծվել իրենց համար շարունակել ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների նկատմամբ, որպեսզի նոր զիջումներին դրդել Հայաստանին։ Եվ այդ զիջումները վերաբերվում են, ինչպես դուք նշեցիք, սահմանադրության նոր ընդունման փաստին, դրանք վերաբերվում են ճանապարհներին։ Իդեպ ստեղ պետք է մենք նշենք, որ տեսեք, թե ինչպիսի խորամանկ քայլ իրականացեց Ադրբեջանը, երբ որ 2023 թվականի արցախյան իրադարձություններից հետո, երբ որ սկսվեցին այդ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդպես կոչված խաղաղության փաստաթղթի մասին, Ադրբեջանը դուրս հանեց այդպես կոչված Զանգեզուրի թեման, այսինքն ճանապարհների, կոմունիկացիաների թեման դուրս հանեց այդ պայմանագրից։ Ցավոք սրտի մեր իշխանությունները փոխարենը ընկալեն, թե ինչի համար է սա իրականացում Ադրբեջանը, իրենք սա որպես հաղթանակ ներկայացրեցին մեր հանրությանը, մոլորության մեջ գցելով, բայց փաստացի Ադրբեջանը իրենց նպատակը նրանում էր, որ անգամ եթե հասնեն խաղաղության, այսինքն հայկական կողմը գնա զիջումների այս հարցերում, իսկ դա տեղի ունեցավ վերջին շրջանակներում, իրենք ի վերջո ի հայտ են բերելու նոր պահանջներ։ Եվ այդ նոր պահանջները, եթե այս փուլում վերաբերվում են նոր սահմանադրության ընդունմանը, վերաբերվում են Մինսկի խումբի հարցին, ապա հետագայում ես ձեզ ավելի քան վստահեցնում եմ, որ անպայման ադրբեջանական կողմը անգամ եթե ստորագրվի այդպես կոչած խաղաղության պայմանագիրը, իրենք ի հայտ են բերելու կոմունիկացիաների հարցը եւ ասելու են, որ ապա ստորագրեցինք այդ փաստաթուղթը, որը այդքան ժամանակ քննարկում ենք, դե եկեք հիմա կոմունիկացիաների հարցն էլ լուծենք, որ նոր ճանապարհները բացենք։ Այլապես փաստաթուղթը այո կա, բայց չի գործի այդ փաստաթուղթը, եթե կոմունիկացիաների հարցն չլուծենք։ Եվ գիտեք, այստեղ խնդիրը նաև նրանում է, որ հայկական կողմը կարծում է, որ ինքը խորամանկ քայլ էր իրականացում նույն 2023 թվականին, երբ որ կարգավիճակի մասին այլևս դադարեցրեցին խոսել Արցախի հիմնահարցի, եւ միջ այդ 2022 թվականին հոկտեմբերին Պրահայում ճանաչեցին Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ դրանով կարծում էին, որ միջազգային հանրությունը ճնշում կիրականացի Ադրբեջանի վրա, որպեսզի ապահովի արցախահայության իրավունքների հարցը, որպեսզի խոսեն իրենց կարգավիճակի հարցի մասին Ադրբեջանի կազմում, իրենք ինչպես ձախողեցին այդ քայլում, հավատացեք, նույնպես հիմա են ձախողում, որովհետև հիմա էլ իրենք կարծում են, եթե գնացին միակողմանի զիջումների այդպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում, ապա միջազգային հանրությունը ճնշում կիրականացնի իբրև թե Ադրբեջանի վրա, եւ դա ստիպի Ադրբեջանին ստորագրել այդ փաստաթուղթը, եւ այդ փաստաթուղթը հնարավորություն կտա այսօրվա իշխանություններին հաղթանակ ձեռք բերել գալիք 2026 թվականի պարլամենտական ընտրություններում, բայց ինչպես իրենք սխալվեցին այն ժամանակ Արցախյան հարցում եւ մենք ուղղակի կորցրեցինք Արցախը, այնպես էլ իրենք սխալվում են հիմա, որովհետեւ ես ունեմ տեղեկատվություններ, որ այս փաստաթուղթը համաձայնեցնելուց հետո հայկական կողմը դիմել է տարբեր պետություններին, այդ թվում նաեւ ես այդպիսի տեղեկատվություններ ունեմ Ղազախստանից, Ղրղստանից, Ուզբեկստանից, իմ գործընկերների կողմից, փորձագետների կողմից, որ հայկական կողմը դիվանագիտական միջոցներով դիմել է, խնդրել է, որ արձագանքեն։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ այդպիսի արձագանք եղավ աշխարհում, որ բոլորը սկսեցին խոսել այդ փաստաթղթի մասին։ Եվ հայկական կողմի հույսը հայկական կողմը դիմել է իր դեսպանների միջոցով աշխարհին, որպեսզի շնորհավորեն այս փաստաթղթի հետ։ Շնորհավորեն եւ դրդեն երկու կողմերին ստորագրել այդ փաստաթուղթը։ Եւ իրենց կարծիքը նրանում է, որ եթե այդ միջազգային ճնշումը լինի, ապա փաստաթուղթը անպայման կստորագրվի, բայց դուք տեսնում եք, որ միջազգային ասպարեզը շնորհավորանքներով երկու կողմերին դիմեց, բայց ինչպեսի քայլեր է իրականացնում Ադրբեջանը, սկսեցին լարել իրավիճակը սահմանում, սա ակնհայտ պրովոկացիաներ է Ադրբեջանի կողմից, որպեսզի ցույց տան, որ իբրև թե հայկական կողմը լարում է իրավիճակը եւ պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթուղթը, այսինքն մեղքը գցեն հայկական կողմի վրա։ Ես չեմ բացառում, որ մոտակա ամիսներին
կարող է նաև լոկալ էսկալացիա լինի սահմանում, սա եւս Ադրբեջանի միջոցով է լինելու, եւ սա իրենք եւս ցույց են տալու, որ հենց սա խնդիր դարձավ, որ մենք չստորագրենք այդ փաստաթուղթը։ Հիմա հարց կառաջանա, թե ինչի համար է Ադրբեջանը սա անում։ Առաջի պատճառը նրանում է, որ Ադրբեջանում տեսնում են, որ մոտենում է ընտրությունները Հայաստանում եւ վերջին հույսը այսօրվա իշխանությունների Հայաստանի Հանրապետության դա այդպես կոչված խաղաղության պայմանագիրն է։ Եթե ստորագրվի այդ պայմանագիրը, իրենք կարող են դա օգտագործել ընտրությունների ժամանակ, որպեսզի ստան ժողովրդի քվեն եւ նորից վերընտրվեն։ Հիմա սա ընկալելով ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել այս փաստը, հավելյալ ճնշում իրականացնել Հայաստանի իշխանությունների վրա մոտակա տարիների ընթացքում եւ մինչեւ ընտրությունները դրդել հայկական կողմին գնալ նոր այլ միակողմանի զիջումների։ Իսկ երկրորդ պատճառը նրանում է, որ գիտեք, սրա մասին քիչ են խոսում, բայց Ադրբեջանը շահագրգռված չի, որ այդ ճանապարհները բացվեն, հատկապես այս этаպում, այս փուլում, որովհետեւ Թուրքիայի ազդեցությունը կշարունակի ուժեղանալ մեր տարածաշրջանում, իսկ եթե Թուրքիայի ազդեցությունը ուժեղանում է մեր տարածաշրջանում, ապա նշանակում է, որ հետագայում նաև Կովկասյան տարածաշրջանում ուժեղանալու, իսկ դա ել ավելի է կախվածությունը առաջացնելու Ադրբեջանի իշխանությունների Թուրքիայից։ Իսկ Ադրբեջանում դրանում եւս հետաքրքրված չեն, որ այդ ճնշումը, այդ ազդեցությունը ինքը կրկնակիորեն ուժեղանա։ Մեզ մոտ երբևէ այդպիսի կարծիք է առաջանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եղբայրական ժողովուրդներ են, բայց հավատացեք, ինչպես եղբայրների միջև կան վեճեր, այդպես էլ պետություններ են։ Իդեպ բոլորովին տարբեր են, ինչքան էլ իրենք հատկապես երբ ներողություն, հատկապես երբ մյուս եղբայրը ամենամեծն է։ Իհարկե, եւ ինքը այդպես էլ կարծում է, որ ինքը ամենամեծն է եւ ինքն է գլխավոր դերը խաղում։ Եվ իհարկե սրանում հետաքրքրված չեն ադրբեջանցիները, հատկապես Ադրբեջանի այսօրվա իշխանությունները, որովհետեւ պատկերացրեք մի իրավիճակ, որտեղ Ալիևը փորձում է ինքնուրույն, չէ, իր քաղաքականությունը վարել, հատկապես վերջին շրջանակներում, իսկ եթե Թուրքիայի ազդեցությունը կրկնակիորեն սկսի ուժեղանալ, ամրապնդվել Կովկասյան տարածաշրջանում, սա կնշանակի, որ այլևս կարող է ինչ-որ փուլ հասնի, որտեղ Էրդողանը կարող է հետաքրքրված չլինի, որ հենց Ալիևի կլանը մնա իշխանության Ադրբեջանում։ Կարող է իրենք այլ անձանց գտնեն եւ փոխարինեն, որովհետեւ այնուամենայնիվ ադրբեջանական իշխանությունները նաեւ ինչ որ կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Եվ սա իհարկե ձեռնտու չի Թուրքիայի համար։ Իրենք կփորձեն բերել իշխանությանը այնպիսի անձնավորությանը, որը ամբողջությամբ կգտնվի իրաց վերահսկողության տակ։ Իսկ Ալիևը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ չի գտնում։ Երբևիցե այդ կոնֆլիկտային խնդիրներ առաջանում են եւ այն մարդիկ, ովքեր խորացված զբաղվում են այս հարցով, վստահորեն ես գիտեմ, որ իրենք տեսնում են այս խնդիրները։ Չնայած կանխատեսումների դաշտ մտնելը անշնորհակալ գործ է, թեպետ նաև դու որոշակիորեն իմ այս հարցին պատասխանեցիր, բայց այդուամենայնիվ մի բան էր, երբ որ կար ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ կողմերը կարող էին բանակցել տարիներով։ Հիմա այդ փաստաթուղթը չկա այլևս, այսինքն դա սեղանին է, մնում է ստորագրեն, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է դա ստորագրել։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Ադրբեջանը կդիմի նոր սադրանքների, դրանք կլինեն սադրանքի տեսքով, թե պատերազմի տեսքով, այդ իրավիճակում աշխարհը ինչպես կարձագանքի, ինչպես ասում են։ Ես կարծում եմ, որ կա մի քանի սցենար, եկենք հերթով նշենք այս սցենարները, բայց փորձենք շատ կարճ նշել, որ երկար չստացվի, չխորանանք թեմաների մեջ, բայց կարծում եմ մեր հասարակությանը ընկալելի կլինի դա։ Տեսեք, առաջի սցենարը այն է, որ ադրբեջանական կողմը ուղղակի կշարունակի այս պրովոկացիաները եւ վերջը սա կհանգեցնի գուցե ինչ որ լոկալ էսկալացիայի, դրա արդյունքը լինելու է այն, որ ադրբեջանական կողմը կհասնի իր նպատակին եւ կսառեցնի այս հարցը, այսինքն փաստաթուղթը չի ստորագրվի։ Ինչ որ ժամանակ կշահի սրանով ադրբեջանական կողմը, որովհետև այս этаպում ինքը հետաքրքրված չի, որ այդ փաստաթուղթը ստորագրվի։ Ինքը կշարունակի ճնշում իրականացնել Հայաստանի իշխանությունների վրա, այդ ճնշումը կլինի դիվանագիտական ինչ որ միջոցներով, քաղաքական միջոցներով, միջազգային ասպարեզում իրենք տարբեր գործոններին կխառնեն այս գործընթացի մեջ եւ կփորձեն հասնել իրենց նպատակներին, հատկապես այդ կոմունիկացիաների հարցի վերաբերող, սահմանադրությանը վերաբերող եւ այլն։ Երկրորդ սցենարը այն է, որ փաստաթուղթը կստորագրվի, բայց խաղաղություն երկարատև մեր տարածաշրջանում ակնհայտ է, որ չի լինի, որովհետև այս փաստաթուղթը, ինչպես ես նախկինում ասացի, ինքը միակողմանի զիջումների փաստաթուղթ է։ Իսկ երբ որ
երկու կողմերից միայն մեկն է անընդհատ գնում զիջումների, դա երկարատև խաղաղությանը տարածաշրջանին չի բերում։ Բայց եթե ստորագրվի փաստաթուղթը, ապա հայկական իշխանությունները այսօրվա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հնարավորություն կստանան գալիք ընտրությունների ժամանակ օգտագործել այս փաստը եւ մոլորության մեջ գցելով մեր հանրությանը, ցույց տալով, որ ապա ստորագրվել է փաստաթուղթ, խաղաղություն է գալիս, սրանով իրենք եւս մեկ անգամ քվեք ստանան մեր հասարակության կողմից եւ շարունակեն նույն այդ ցիկլը, որի մասին մենք սկզբում խոսում ենք։ Անդադար այդ միակողմանի զիջումների ցիկլը կշարունակվի, ընդհանուր միջև մեր պետությունը կանգնի ուղղակի վտանգի տակ, որ ինքը լինի թե չլինի, որովհետեւ այլ կերպ այս ցիկլը չի կարող ավարտվել։ Այս երկու հիմնական սցենարներն են, որոնք ես տեսնում եմ, եւ ավելի շատ հակված եմ, որ առաջին սցենարը կիրականացվի, այսինքն ադրբեջանական կողմը չի գնա եւ փաստաթուղթը չի ստորագրի։ Ինքը կսառեցնի, հնարավորինս ամեն ինչ կանի, որ սառեցնի եւ ճնշումը կշարունակի Հայաստանի իշխանությունների վրա։ Կա իհարկե երրորդ սցենարը, որ հայկական իշխանությունները հիմա արդեն համաձայնությունը կտան համ Մինսկի խմբի հարցին վերաբերող, այսինքն փաստաթուղթը ստորագրելին միաժամանակ հայկական կողմը միասին Ադրբեջանի հետ կդիմեն Մինսկի խումբը հարցով, որ այլևս այդ ստրուկտուրան գոյություն չունենա, եւ սահմանադրության հարցով նաեւ համաձայնությունը կտան, որ պարլամենտական ընտրությունների նույն օրը կամ դրանից հետո 1 տարի հետո, կես տարի հետո կանցկացվի հանրաքվեն եւ նոր սահմանադրություն կընդունվի Հայաստանում։ Սա է, որ ես տեսնում եմ, որ մոտակա ժամանակ կարող է լինել։ Մեր նպատակն է, որ սա տեղի չունենա, մեր ասելով ես նկատի ունեմ հայ հանրությանը, ակտիվ քաղաքական մեր քաղաքացիներին ամեն ինչ պետք է անենք, որ սա կյանքի չկոչվի, որովհետև սա բավականին վտանգավոր է մեր պետականության համար, անվտանգության համար եւ իհարկե մեր քաղաքացիների ապագայի համար։